Հանրապետական միության վարչության ներկայացուցիչ Ժորա Աբդալյան։ Որ մեր ձեռքերում են, լույս չեն միայն, դրանք կրակներ են մեր նախնիների հիշողությունը հավերժացնող, դրանք 1.5 միլիոն սպանված հայերի ոգու կրակն են մեծ Եղեռնի դժոխքից, մենք այստեղ ենք որպես նրան ժառանգորդ, որ չի մոռանում, որ չի լռում, մենք եկել ենք վկայելու, բարձրաձայնելու, որ հայ ժողովուրդը ոտքի է, նրա պայքարը անավարտ, նրա կամքը անսասան, հանուն արդարության, հանուն կանխման, ի դեմը սուրացման, ցեղասպանությունն ավարտված չէ, քանի դեռ ժխտումը պետական քաղաքականություն է, եթե Թուրքիան հրաժարվում է պատասխանատվությունից, երբ Ադրբեջանը կտրում է Արցախի հայության արմատները, երբ մեր իշխանությունները լռում են ազգային հիշողությունը դիվանագիտության սեղանին ծախելու համար, որովհետև առանց ճշմարտության չկա խաղաղություն, չկա արդարություն, առանց պատասխանատվության չկա ապագա, մեր պահանջը հստակ է ու անդրդվելի, Թուրքիան պետք է ճանաչի հայոց ցեղասպանությունը որպես պատմական փաստ, որպես մարդկության դեմ հանցագործություն, որպես նախադեպ, որ չի կրկնվի այն, քանի դեռ հերքում ես ցեղասպանությունը, մեղսակից ես դրան։ Միջազգային հանրությունը պետք է դադարի խաղալ երկդիմի բառախաղերի վրա, հստակ ճանաչի դրանով, իսկ կանխելով հետագա ցեղասպանությունները։ Այսօր, երբ մեր պետությունը պետք է ամենաողջամիտ ձայնը լինի հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, մենք տեսնում ենք անպատասխանատու զիջումներ, ուրացում, այն իշխանությունը, որը ցեղասպանության հիշողությունը վերածել է դիվանագիտական փոխանակման առարկայի, պետք է հասկանա, ազգային հիշողությունը իշխանության սեփականությունը չէ, դա ժողովրդինն է, այս իշխանությունն այսօր մոռացության քաղաքականություն է վարում, երբ դեսպանատներում չեն խոսում ցեղասպանության մասին, երբ հարաբերությունների նորմալացում ասելով խոսում են իբր առանց նախապայմանների, բայց կատարում են անդադար Ադրբեջանի ու Թուրքիայի բոլոր պայմանները, երբ Արցախի 120,000 տեղահանվածների համար ոչ մի միջազգային վճիռ չկա, սա պարզապես սխալ չէ, սա ազգային ուրացում ու դավաճանություն է, սա լռել այն համաձայնություն է ժխտման և ուրացման հետ, մենք չենք հաշտվել, չենք հարմարվել, չենք լռել, մեր երթը սա է, մեր ճանապարհը հստակ, այսօր նոր սերունդ է բարձրանում զորացած հիշողությամբ, լցված արդարության ծառավով ու պատրաստ պայքարի, այսօր այստեղ կանգնած ենք Սարդարապատի հերոսության արյունը մեր երակներում, Արցախյան պայքարի, հաղթանակի ժառանգությունը մեր հոգում, ազգային հիշողությունը մեր խղճում, այսօր այստեղ մենք ուղերձ ենք հղում, ուղերձ աշխարհին, ուղերձ մեր սերունդներին, ուղերձ մոռացությանն ու ուրացողին, ձեր ներկայությունը խոսք է, որ հայ ժողովուրդը չի մոռացել, չի նահանջել ու շնորհակալություն հատիկ բոլորիցդ, որ այստեղ իր ներկայությամբ ասում է, այս իշխանությունը չէ Հայաստանը, Հայաստանը, հայ ժողովրդի կամքը դուք եք, շնորհակալ ենք ձեզանից, մեր պայքարը շարունակվում է, ոչ ոք չի կարող մեզ սովորեցնել մոռանալ, իշխանության լռությունը մեղսակցություն է, մեր պայքարը ազգային պատվախնդրություն, ձեր ներկայությունը նաև ուղերձ է Թուրքիայի, թեև անկեղծ ասեմ, տարիներ առաջ իբրև դաշնակցական բոլորիդ անունից հայ ժողովրդի ուղերձը Ստամբուլում Էրդողանի աչքերի մեջ եմ նայել, մի ուրացիր,
մի նահանջիր, մի լրիր, պահանջիր, պայքարիր, վարպայիր, մինչև հաղթանակ, հաղթանակ։ Սիրելի հայրենակիցներ, ինչպես գիտեք, արդեն 26 տարի շարունակ Դաշնակցության երիտասարդական միությունը կազմակերպում է ջահերով երթը, որպեսզի վառ պահի հայ երիտասարդության մեջ պայքարի ջահը եւ ցույց տա թշնամուն, որ որևէ ժամանակ, որևէ իշխանություն, որևէ իրավիճակ չի կարող ստիպել մեզ ետ